ճիշտ եք համարում, այսինքն որ բարերարի բանտարկել են։ Չէ։ Ոչ։ Ինչու՞։ Դե մարդը բարեգործական ահագին բաներ արել, ինչու պետք է կալանավորել։ Այդ մարդը ինչա խելոք մարդը մեզ մար էլի պայքամ, ո գլխը պծածում է կախիմ դասը տանեմ կծե բանդեր, ինչի մար, որպես ինչ, մի առաջի բանդարգյալը ինքը պետիլես, ինքը անգրադետալին է դելալել, վարչապետ հալմին խախնելակ, ես ընդան ոչ հվադում է, ոչ էլ իրան ընտրիպ է։ Ես տենց չեմ ճանաչում իրան, բայց տենց վատ բանել չեմ լսել կոնկրետ իրա մասին, գիտեմ, որ լավ բարերար է, բայց հաստատ ինքը ինչ-որ մեկին վնաս տված չի, հաստատ։ Արդար չի ոչ մի բանտարկություն, ոչ մի ձերբակալություն։ Նույն բոլշևիկյան քաղաքականությունն է, որ ասում մարդալի հոդվածը կճարենք, նույն ձև էլ այդ Արշակ Սրբազանի քաղաքի ոսոր մնացածն է։ Տարբեր կապ չունի անունը։ Մարդկանց ուզում են փագեն, դաժե խոսակցություն կա, որ ուզում են մեր ամբողջ հայկական այդ էլեկտրոցանցերը ծախեն Թուրքին։ Որ ասում են մենք ազգայնականացնենք, հետո ասում է ոչ թե պիղծ են, էլի ստախոս պիղծեր են դրանք, որ եկել են մեր երկիրը քանդելու, մեր Հայաստանը վերացնելու նպատակով, ուրիշ դե ոչ մի բան չկա։ Ոչ, Ինչու՞։ մարդը իր կրոնն է պաշտպանում, իր եկեղեցին, ինքը իրավունք չուներ ձերբակալել։ Ինքը ոչ մի հանցագործություն չէր գործել, թող ձերբակալի իր շրջապատում գտնվող հանցագործներին։ Ոչ, Ինչու՞։ որովհետև նա մարդկային հարաբերություններ շատ ունի։ Չէ, արդար չի։ Ինչու՞։ Որտեղ Սամվել Կարապետյան ուժեղ մարդ է։ Շատ ուժեղ մարդ, ամեն ինչ արել է Հայաստանի համար։ Կարապետյան Սամվելը շատ բարի, շատ լավ, ասես միշտ տեսել ենք տաշիր համերգներ կազմակերպել Կրեմլում, մեր ազգի համար բոլոր նեղվածներին օգնել է։ Դե չէ, դա արդար չէր, հիմա այդքան մարդը արել է, գիտեմ դպրոցների համար, մանկապարտեզների համար, խոսքով շատ բաներ արել, իրան արդար չէր, իրան կարելի էր իր հետ խոսել դեպի լավը, ոչ թե միանգամից պահել բանտում։